Բարի օր հարգելի ժողովուրդ, ճիշտն ասած չնախատեսված եթերա, ես էլ մի փոքր ջղայնացած եմ, այնպես որ կարող է հետ առաջ խոսամ, ինձ ներող կլինեք։ Նոր դուրս եմ եկել ՀՀ քննչական կոմիտեից, Մամիկոնյանց հասցեում գտնվող, ուր հրավիրվել է առերես հարցաքննության կարմիր բերետավորների հետ։ Դուք շատ ես բոլորին հիշեցնեմ, թե ինչ էր եղել 22 թվականի սեպտեմբերի 14-ին, ուղղակի դեպքը մի բառով հիշեցնեմ, ով որ չի եղել, որ ասեմ, թե ինչու է իմ այս ջղայնությունը, ջղայնություն ասածը շատ նուրբ է։ 22 թվականի սեպտեմբերի 14-ին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախում, դուք շատ լավ հիշում եք բոլորդ ինչ էր կատարվում Դեմիրճան-Բաղրամյան փողոցում, Դեմիրճան-Բաղրամյան խաչմերուկը եւ Դեմիրճան-Պռոշյան խաչմերուկը ամբողջովին փակ ա եղել եւ ամբողջ Դեմիրճան փողոցը, որը 800 մետր է իր երկարությունը, լցված ա եղել կարմիր բերետներով, սև բերետներով, առանց բերետների, առանց տարբերանշանի, տարբեր անձնավորություններով, այսինքն այդ փողոցը այն կարգի ա եղել, որ այդ փողոցում նույնիսկ սամակատով հնարավոր չէր անցնել։ Ես բնականաբար որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես իմ երկիրը սիրող մարդ, ընդհանրապես որպես մարդ, ուղիղ եթեր եմ իրականացրել հակակոռուպցիոն բլոգով, որտեղ նշել եմ, որ այս կահավորված ոստիկանները լավ կլիներ գնային սահման պաշտպանելու եւ չլինեին այնտեղ անպաշտպան մեր զինվորները, որոնք գիտենք, որ թվականների թվանքներով են կռվել։ Այդ ամեն ինչը բնականաբար առաջացրել է որոշ անձնավորությունների դժգոհությունը եւ ճանապարհին մինչեւ Էվրիկա սուպերմարկետ հասնելը, որտեղ որ ես բնակվում եմ, ամբողջ այդ փողոցը լցված ա եղել սև բերետներով, սև բերետավորներ կային, որոնք նստած շատ ուրախ երջանիկ բերանները բացել են, ես ընդհանրապես նկատողություն եմ արել, որ այսօրով, երբ որ մեր զինվորները այնտեղ կռվում են, բացարձակապես այդ ուրախ անեկդոտներ պատմելու օրը չի։ Մինչև հասել եմ Էվրիկա սուպերմարկետին, այնտեղ կանգնած այդ կարմիր բերետավորների պատը, անվայելուչ արտահայտություններ են արել իմ նկատմամբ, որից հետո շուռ եմ եկել եւ այն մեկին, որը այդ արտահայտությունը արել է եւ փոշմանում եմ, բառացի փոշմանում եմ, որ չեմ իրականացրել իմ իղձը, չեմ ապտակել, որտեղ բացի ամեն ինչից, հիմա չասեք իրավապաշտպան, չգիտեմ ինչ, ես մարդ եմ, ես կին եմ եւ որևէ մեկին նամանավանդ ոստիկանության աշխատողի, ում որ ես փող եմ տալիս, որ ինքը իր տուն տան, իր ընտանիքը պահի, թույլ չեմ տալիս ինձ վիրավորել։ Եվ ասել եմ, որ եթե ծառայության մեջ չլինեք, կապտակեի, ինչը առաջացրել է բոլոր ժամանակների համար մարդկանց ճշմարտ մահակ հանդիսացող Ջոմարձյանի զայրույթը եւ ինձ լկտի ձևով վերջին հանցագործի պես, բառացի ուրիշ բան չի եղել, վերջի հայոյանքները հնչեցնելով այդ Ջոմարձյան կոչվածը իր ենթականերով, որը ընդամենը փաստացի ոստիկանական ուժեր չեն, այլ ընդամենը Ջոմարձյանի քմահաճույքները կատարող տղաների խումբ է, որի մեջ ես այսօր համոզվեցի, հարձակվել են ինձ վրա եւ չգիտեմ, ամենացինիկ ու լկտի ձևով ինձ բերման են ենթարկել։ Ես դրա մասին հաղորդում եմ տվել հանցագործության մասին, դեռ 22 թվականին քրեական վարույթ է նախաձեռնվել, այսօր իմ օրացույցում 25 թվականն է, 3 տարի անցել, 3 տարի, 3 տարի ոչինչ չի կատարվել այս գործի քննության։ Հիմա մեկ էլ հանգարց հիշել են, հասկանալով, որ ես իմ ձայնը չեմ կտրելու եւ գնալու եմ մինչեւ վերջ եւ որոշել են քննչական շարժումներ կատարել, գործողություններ չեմ ասի, որ վերջում այս գործը փակեն, ոնց որ արեց Սասուն Խաչատրյանը այս նույն գործով, հակակոռուպցիոն կոմիտեի իցհավս ղեկավար Սասուն Խաչատրյանը, որ նողկանք եմ ապրում, որովհետև այդ պահին Սասուն Խաչատրյան, դու կոտրեցիր այս գործի մեջքը, այդ պահին այդ Ջոմարձյանի կամակատարները գրել են, որ իբրև ես մեքենայով եմ փորձել երթևեկել, խանգարել եմ վարչապետի շարժը, այդ օրը դեռ շարժ չի եղել։ Իմ ավտոմեքենան էլ եղել է կանգնած իր կայանատեղիում, ստորգետնյա։ Այսինքն այդ օրը ցանկության դեպքում ավելին ասեմ, վարչական արձանագրություն են կազմել, որի համար տուգանք է նախատեսված, որը ես ստիպված մուծել եմ իմ չարացի համար։ Եվ ամենակոպիտ ձևով բերման են ենթարկել Արաբկիրի բաժին, սրա մասին շատ ենք խոսել։ Հիմա ինչն է այսօր ինձ ստիպել, որ ես հենց հիմա հայտարարեմ, որ որևէ կերպ
չեմ վստահում իրավապահ համակարգին, մասնավորապես այն քննությանը, որ իբրև հիմա կատարվում է, այն քննությանը, որ կատարվել է Սասուն Խաչատրյանի օրոք, որովհետև ոմն Արսեն Աճեմյան, եւ որը Սասուն Խաչատրյանը գտան, որ դա տենց է, գրել էր, որ ոչ թե Մարինա Պողոսյանին բերման են ենթարկել, որ Մարինա Պողոսյանն ասում է, թող ոստիկանները գնան, մեր երկրի սահմանները Դեմիրճյան, Բաղրամյան խաչմերուկը չի եւ Դեմիրճյան Պրոշյան խաչմերուկը չի, որ մեծ ոստիկանական ուժեր, սենց ուժեղ կարմիր սև, կապույտ կանաչ դեղին բերետներ են կանգնած, այլ ընդեղ մենք ունենք 18 տարեկան երեխաներ, որ զոհվում են, այսինքն չեն կարող, չէ՞ գրել, որ Մարինա Պողոսյանին դրա համար ենք բերման ենթարկել, ամենավերջի քրեական հանցագործի պես հարձակվելով ին վրա, այսօր ինձ կանչում են առերես հարցաքննության, որտեղ Ջոմարձյանի ախրանայի ջոկատի մասնակիցներից ինչ որ ոմն Աքսել, այն խեղճ բակունցը գերեզմանի մեջ շուռ կգա, որ իմանա, որ սրան իր անունով են կոչել, Աքսել Կարապետյան, կարմիր բերետավոր, նկարեցի, բայց փախավ բնականաբար նկարից, որը այսօր ինչ ցուցմունք է տալիս, ասում է Տիկին Պողոսյանին, որ բերման էին ենթարկում, երկու հոգի կարմիր բերետավոր չկարողացան, որտեղ Մարինա Պողոսյանը դիմադրում էր, ես երրորդն եմ եղել, վայ ձեր հողերս ձեր գլխին, ձեր բերետների գլխին, որ դուք 3 տղամարդով 50 կիլո 520 գրամանոց կնոջը չեք կարում երկու հոգով բերման ենթարկել, Աքսելին եք կանչում, որ Աքսելը ինչ ասում է ես գնացի, որ իրան մտցնեմ ավտոն, ավտոն գնա քո ընտանիքին մտցրա, դուք պատկերացնում եք, սա խայտառակության, այսինքն իրանք փորձում են, այսօր, սենց սութի մուտի ցուցմունքներով, այս գործը վերջացնեն, վկա, ինչ վկա, այս գործով, կա տեսա ձայնագրություն, որտեղ երևում է, թե ոնց են կարմիր բերետները հարձակվել ինձ վրա, երևում է, թե ոնց են կարմիր բերետները լրագրող Արտուր Հայրապետյանին, որը այդ ժամանակ աշխատում էր մեր հակակոռուպցիոն բլոգի լրագրողներից էր, նրան դաժան ծեծի ենթարկել, ոչ մի բանի համար, բացարձակ ոչ մի բանի համար։ Այսինքն այսքան ձայնագրություն դստեղ ոչ կասկածյալ կա, ոչ մեղադրյալ կա, բոլորը վկա են, բա որ վկա են, ես ումից եմ տուժել։ Ումից, ում գործողություններից։ Այս ֆարսին ես հիմա հայտարարում եմ իլուր, գլխավոր դատախազի, ոստիկանապետի, ՆԳ նախարարի, իլուր բոլորի, ես քննչական կոմիտեի ղեկավարի, ես այս ֆարսին չեմ մասնակցելու, սա ֆարս է, որովհետև երբ որ գրել են, որ իբրտե ես մեքենայով եմ եղել, ուզել եմ երթևեկել, խանգարել եմ վարչապետի շարժը, դրա համար են ինձ բերման ենթարկել, Սասուն Խաչատրյանը գտա, որ տենց է եղել, բայց իրանք են ասում, որ տենց չի եղել, այսինքն մեքենա չի եղել, լավ, այսքան ստից հետո, կանչում եք ինձ, իմ ժամանակը, իմ թանկ ժամանակը, որ ես չեմ պատրաստվում ամեն մեկի վրա ծախսել, կանչում եք ինձ առերես հարցաքննության, որ ինչ ասեք, որ ասեք, որ Մարինա Պողոսյանը արմռեսլինգի չեմպիոն է, Արա Լեռներ, Ջոմարձյանի երկու հոգով ու Ջոմարձյանը չեն կարողացել ինձ ավտո նստացնել, ոմն Աքսել եկել է որպես երրորդ մարդ, որ օգնի իր ընկերներին ու ինչ ասում, դա ասում է ոստիկանության սուրբ պարտականությունն է, հիմա տիկին ՆԳ նախարար, մինչև ոստիկան գործի վերցնելը, սուրբ պարտականության մասին ասեք, որ ոստիկանի սուրբ պարտականությունը իր երկրի քաղաքացու պաշտպանելն է, իր երկրի սահմանները պաշտպանելն է, ոչ թե Դեմիրճյան Պրոշյան խաչմերուկում կներեք իրանց լեզվով ասեմ, արևածաղիկ չէ, սեմուշկա չրթելը ու ռեխա մինչև բերանն ականջները բացելը, էտա ոստիկանի սուրբ պարտականությունը, սուրբ պարտականությունն է, որ վիդեոն կա, որտեղ բրթելով շպրտում են, քաշ են տալիս ավտոմեքենան են շպրտում, ու սա այսօր եկել է, ասում է, ես մտածեցի, որ կարող է մեքենայի դուռը, որ բացեն, Տիկին Պողոսյանին վնաս հասցվի, այս ում եք դուք ձեռ առնում, ուզում եմ ինձ հետաքրքիր է, Տիկին ՆԳ նախարար, կին ես դու ոնց ես պատկերացնում,
երկու կարմիր բերետավոր չեն կարողացել իմ հախից գան, կանչել են երրորդ կարմիր բերետավորին ու սա այս սուբյեկտը, այս Աքսել Կարապետյան մարդու անուն ազգանուն կրողը, ասում է Տիկին Պողոսյանը անկանոն շարժում էր անում։ Հիմա ասեմ անկանոն շարժումներից ինչ է ալնում։ Անկանոն շարժումներից ծնվում են այն մարդիկ, ովքեր զինվորին թողնում են մենակ ու գալի Դեմիրճյան փողոցը լցվում ու իրավապաշտպանին փորձում լռեցնել։ Այս դուք ում եք ձեռ առնում ու դուք քննիչն ասում է դե գրեք որ չեք ուզում առերես հարցաքննության, ուրեմն լսեք ասեմ։ Հայաստանի Հանրապետությունում կար մի կրկես Արշակունյաց փողոցում։ Այդ կրկեսը փակվել է։ Հիմա եթե ինքը կբացվի, այնտեղ կլինեն կրկեսի մասնակիցներ, բայց Մարիրա Պողոսյանը կրկեսի չի մասնակցում։ Այս ձեր թատերական ներկայացումներիցից հեռու խաղացեք։ Եվ եթե օրենքը չի գործում, ստիպում է որ մենք բոլորս անցնենք ինքնադատաստանի։ Այդ ոնց է որ կարելի է կնոջը քաշ տալ տանել, բայց կինը չասի գնաք ու կնգան քաշ տուր տար, այ ոստիկան։ Էդ է քո սուրբ պարտականությունը։ Նա նայեք իմ ձեռքի չափը ու այդ Աքսելի ու Ջոմարձանի ձեռները, ուրեմն երկու հոգով, ես գիտեք ինչ ոնց որ մարդու ձեռ առնեն։ Ես ոչ թե առերեսումից խուսափում եմ, այլ ես պատրաստ եմ մասնակցել այն կառույցում առերես հարցաքննության, որտեղ չի լինի կրկես, կլաունադա, ես կլոուն չեմ։ Տիկին ոստիկան ՆԳ նախարար։ Մենք երկուս էլ կին ենք, դուք մի փոքր իզից քաշով ավել եք։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, եթե ինձ 3 կարմիր բերետավոր է պետք որ տանի քցի ավտոմեքենան, ձեզ քանի կարմիր բերետավոր է պետք գալու։ Մի նեղվեք, երբ որ ես ձեր անունները տալիս եմ, մենք բոլորս հավասար ենք ժողովրդավարության բաստիոնում։ Ես դուք ում եք ձեռ առնում։ Ինչ ոստիկանապետ, պարոն Ղազարյան, էս են քո ոստիկանները։ Մի դեպքում ոստիկանները տեսանք, հա, քրեական վարույթ նախաձեռնվեց, իրանց ոնց են պահում Արաբկիրի բաժնում, սրանք կարմիր բերետներով հարձակվում են մարդու վրա ու ոնց կարամարդ այդ կարգի իր տղամարդկային արժանապատվությունը նսեմացնի, ոնց որ էս Աքսելը, որ ասի որ իր ոչ մենակ Իրանը, այլ նաև կարմիր բերետների, հա ծառայություն իրականացնող, ինձ կարմիր բերետներից մեկը իր ճկույթով կարար վերցնել տաներ։ Եթե դուք իզորու չեք 2 կարմիր բերետավորով 50 կիլոանոց կնոջը տեղափոխել, ձեզ պետք է երրորդ Աքսելը, ուրեմն հենց հիմիկվանից գնացեք, ինչ ասեմ, վարժարան կամ գիմնաստիկայի կամ օրիորդներին, որտեղ որ դասավանդում են, ուրեմն այս մարդը ինձ չի վիրավորել, այս մարդը վիրավորել է ոստիկանությանը, այս մարդը վիրավորել է կարմիր բերետավորներին, մենք լավ գիտենք կարմիր բերետավորները ինչ պատրաստություն են անցնում, լավ կարելի է, չէ, գիտեք ինչ, կարմիր բերետ դա չեշնակ, որ կրողը տղամարդ չի, մեր համար կարմիր բերետավորները ամենաուժեղ պատրաստություն անցած տղամարդիկ են, դու ոնց ես քեզ թույլ տալի գաս այսօր, դու նսեմացնես կարմիր բերետավորների պատիվը, արժանապատվություն իրանց ուժը, ասես 2 կարմիր բերետավոր չեն կարող այս կնոջը, որտեվ ինքը տորք անգեղներ, լավ չեք ամաչում դուք, ու դուք պատկերացնում եք, որ ես կարող եմ նման գործողության, որի անունն է առերևույթ առերեսում գամ մասնակցեմ, դուք ինչի եք մարդկանց ստիպում ինքնադատաստանի գնալու, ինքնադատաստանը լինում է այն երկրում, որտեղ օրենքը չի գործում, 3 տարի ինչ էր կատարում, այսօր դատվի Սասուն Խաչատրյանը, այս գործով, որովհետև ակնհայտ կեղծիքը պաշտոնատար անձի կողմից տեսել է, որ նա ասում է, որ Մարինա Պողոսյանը մեքենայով էր, դրա համար տուգանք են գրել, դրա համար բերման են ենթարկում։ Վերջում վիդեոից պարզվում է, որ մեքենա չի եղել, Սասուն Խաչատրյանը ասում է, դե ոչինչ, ոստիկանա տենց է մտածել, բա ես քո մասին ինչ եմ մտածում, հա? Սասուն Խաչատրյանը եւ իր այն վաղվա ղեկավարած կառույցը փառք Աստծո, որ չկան։ Իրանք պետքա սրա պատասխանը տան։ Տիկին Վարդապետյան, էս ինչ է, դուք էլ եք կին, ես էլ, ինձ ուղղակի հետաքրքիր է։ Ինձ ուղղակի հետաքրքիր է, արդյոք ձեզ բերման ենթարկելու համար 3 կարմիր բերետավոր է պետք գալու։ Մենք իրարից ոչ իմանու չենք տարբերվում, բացի նայից, որ ես տարիքով ձեզնից մեծ եմ, այսինքն դա նշանակում է, որ
էլ ավելի թույլ եմ։ Էս ինչ եք անում դուք։ Դուք իմ տված հարկերը մսխում եք, քննիչ եք աշխատավարձ տալի, դուք եք սաղդ աշխատավարձ տան ու մարդու կանչեք սենց ֆարսի, հա։ Հիմիկվանից զգուշացնում եմ, ոչ թե հրաժարվում եմ, ուրեմն բոլորը այս գործով պետքա դատվեն։ Պարզ է, որ դուք Ջոմարձան չեք դատելու, ձեզ 26 թվականի ընտրություններին պետքա զոհվածի մայր ծեծող, կին ծեծող, լրագրող խոշտանգող, լրագրողին անպատվող, ժողովրդարության բաստիոն, մի հատ ձեն հանեք։ Էս ինչ եք դուք անում։ Էս ում եք դուք, չգիտեմ, էլ իսկական ցիրկի կլոունի տեղ դրել։ Հայլու մեջ նայեք։ Բավական է արդեն։ 3 տարի ինչ էիք քննում։ Լրագրողի տեղը չգիտեիք, որ ծեծվել է, իրավապաշտպանի տեղը չգիտեիք։ Չէ, դուք գիտեիք, թե վիդեոները չկա։ Դուք գիտեիք, թե պարկովկայի վիդեոներն էլ չկա, որտեղ մեքենան 2 օր անշարժ կանգնած է եղել։ Այսինքն, այս սուտ խոսալը ձեր արյան մեջ, հա։ Անհապաղ պահանջում եմ, որ բոլորը պետքա ունենան այսօր մեղադրալի կարգավիճակ։ Ինչ վկա։ Քորեք դուք քննչական կոմիտեն, վիդեոն տեսնում եք, որ քաշ են տալի, ասում եք, որպես վկա հարցակնենք, դու ինչ էր այն, նա էլ ասում է, այն 2 ընկերս չկարացան, գիտեք ինչ, ես գնացի, որ ես օգնեմ, Տիկին Պողոսյանին տանեն։ Ես չեմ իմանում, այս ինչ կոմիքսից եք դուք դուրս եկել։ Լավ, դուք չեք ամաչում, կարմիր բերետավորներ։ Այս ձեր ընկերոջը ծեծի ենթարկեք, որտեղ նա ձեր պատվին ու արժանապատվությանն էլ է կպել։ Կարմիր բերետավորներից ամեն մեկը կարա մի 10 հոգի թևի տակ գցի տանի։ Այսինքն, այսօրվա առերես հարցակնությունից պարզ նոր Մարինա Պողոսյանը ֆիզիկապես այնքան ուժեղ է, որ իրենք հուժկու տղամարդ այս ձեռներն են օրորում, որ տանեն, ամոթից գեդինը մտեք, հող կերեք։ Հիմա լսեք ինչ եմ ասում, իրավապահ համակարգ, այս ձեր ցիրկը դադարացրեք։ Պարոն Պողոսյան, կգամ առերես հարցակնության, երբ որ այս մարդիկ ունենան կարգավիճակ։ Հանկարծ չասեք, վայ պետք է առերես դա քննչական գործողություն է, տենց բան գոյություն չունի։ Ինչ քննչական գործողություն։ Բայց այդ քննչական էքսպերիմենտ արեք, թե ոնց են 3 կարմիր բերետավոր ծեծում։ Արեք այդ գործողությունը։ Կհաստատեք, ասեմ, հա, ապրեք դուք։ Մի հատ արեք էլի, մի հատ սանտիմետր վերցրեք իմ ձեռքի հաստությունն ու կարմիր բերետավորների 4 ձեռի հաստությունն իրար կողք դրեք։ Վիդեո կա, հիմա կարող ասեք այդ վիդեոն էլ չկա, ամոթ է, ուրեմն լսեք ինչ եմ ասում, ոստիկանապետ, ՆԳ նախարար, ոստիկանների տեր կանգնի, սրանք ձեր պատիվն ու արժանապատվությունն են լսեմ ասում, ասում 2 կարմիր բերետավորներ, մի հատ 50 կիլոանոց կնոջ չէին կարողանում տեղափոխեն ավտո, այդ տխի էին տեղափոխում, դա ուրիշ հարց է, սենց եք ինձ փորձում լռեցնեք, այս ձևով եք լռեցնում, ու սենց գնում եք 26 թվականի ընտրությունների որպես ժողովրդավարության բաստիոն, ոստիկանապետ, տղամարդ ես, մի հատ կանչեք կարմիր բերետներին, մի հատ լես սիլատուր, ասա ձեզնից 2-ով չեք կարացել, 3-րդ աքսելին եք կանչե, հա։ Պարոն Պողոսյան, ես հանրային եմ սա ասում, որովհետև ես դուրս եմ եկել քննչական կոմիտեից եւ ասել եմ, այո, ես այլևս այս ֆարսին չեմ մասնակցելու։ Ես ձեր համար ձեռքի գործիք չեմ, որ իմ թանկ ժամանակը ծախսեմ, ես ավելավ գնամ կատվի իրավունք պաշտպանեմ, քան թե աքսելների հետ առերեսվեմ։ Սրանք բոլոր ապացույցները առկա են քննչական մարմնում, նախաքննության մարմնում։ Այն որ 3 տարի, չգիտեմ ով դրել էր տակը նստել էր վրան, դա իմ համար ոչինչ չի նշանակում ու ինչ գործ ունի ՀՀ քննչական կոմիտեի սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վարչությունը մեծ գործ է։ Սա հակակոռուպցիոն կոմիտեի գործ է։ Եթե իզորու չեք քննելու, տվեք հակակոռուպցիոն կոմիտեի գործը։ Ինձ այլևս առերես հարցաքննության նման ֆորմատով չփորձեք կանչել։ Ես սա հայտարարում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ նորից եմ ասում, բացարկ եմ հայտնում, մարդկային բացարկ, ամբողջ այն համակարգին, որը լծված է մարդու իրավունքները ոտնահարելու, կնոջ իրավունքները ոտնահարելու
Եվ կարմիր բերետներին փրկելու, որպեսզի ձեր մոտ հետո լինի կոմպրոմատ կարմիր բերետների վրա, վախացնելով, այ որ սենց լինի, սենց կլինի, որ մոտակա ընտրություններին կարմիր բերետները մեզ ծեծելով, ջարդելով, չգիտեմ ինչ անեն, բավական է, ես սա չեմ տանելու, եւ բոլորին կոչ եմ անում, եթե տեսնում եք, որ ձեր իրավունքը խախտվում է, բոլոր մարմիններում, դա կլինի նախաքննության մարմին, դա կլինի դատախազություն, Դի մենք սրա մասին խոսանք, Տիկին Վարդապետյան, դուք որպես կին, բոլորդ կանայք եք, Արփինե Սարգսյան, Տիկին Վարդապետյան, դուք սա գտնում եք նորմալ, հա, հետաքրքիր է, դուք ողջունում եք կնոջ նկատմամբ այս դաժան վերաբերմունքը, բա ասեք, հա իմանանք, մենք ռիպորտներ գրենք, թե ձեր բոլորի թույլտվությամբ 3 տարի ինչ ես գործը չէր քննվում, հետաքրքիր է, ժամանակը չէր, ընտրությունների նախաշեմին պետք է սկսեիք քննել, բոլորին վկա ճանաչելով, այս ֆարսը դադարեցրեք։ Ես առերես հարցաքննության կգնամ միայն այն ժամանակ, երբ որ այդ մարդիկ կունենան այն կարգավիճակը, որին իրանք արժանի են, եւ որը երևում է բոլոր տեսակի կամերաներով Դեմիրճյան փողոցի վրա։ Այսքանը ավել չեմ ուզում խոսեմ, որովհետեւ եթե ավել խոսեմ, շատ ավել բաներ կասեմ, բայց սա չի նշանակում, որ ես հրաժարվում եմ իմ կողմից տրված հաղորդումից, ավելին ասեմ ձեզ, այսօր անհապաղ Սասուն Խաչատրյանի եւ այն քննիչի վերաբերյալ, ով որ քննել է այդ գործը հակակոռուպցիոն կոմիտեում, պետքա քրեական վարույթ նախաձեռնουν, դեռ նրանք կոծկել են հանցագործությունը, կոծկել են ոմն Արսեն Աճեմյանի տված զեկուցագիրը, որ ինձ բերման են ենթարկել մեքենայով լինելու համար, որը այսօր հենց իրանց ցուցմունքներով հերքում են։ Այսինքն կեղծ փաստաթուղթ կազմելը, դա նորմալ է մեր երկրում, կեղծիքներով եք առաջ գնում, դեռ կեղծիքի համար որևէ մեկին իրավունք չունեք դատելու, որևէ մեկին, բավա, մեր համբերության հետ խաղաք բավա, բոլոր կառույցների ղեկավարները կանայք են, Եվ ես, և հանգարց մեկը չմտածի, որ ինք այսօր ուսադիրակելուն ինձնից որևէ բանով ինքը ավելա։ Դուք քայլում եք ձեր թիկնապահներով, ես մենակ եմ քայլում, ես մենակ եմ պայքարում իմ երկրի համար, դա չի նշանակում, որ դա ձեզ իրավունք է տալիս նման կլոունադա կատարել իմ հետ։ Սրա հետևանքների մասին ուշադիր ու լավ մտածեք, բավա են բոլոր սպառնալիքները, երբ որ դեկտեմբերի 2-ին իմ տուն մտան, առ այսօր շենքի կամերաները չի անվել, այսինքն դուք բոլոր ձևերով, ֆիզիկական ներգործությամբ, սպառնալիքով փորձում եք ինձ լռեցնել, հա? Չի լինելու, բավական է, եւ սա անպատասխան չմնա, ես վաղը մյուս օր սպասում եմ պատասխանի։ Բան չունեմ այլևս ավելացնելու։